Ողջույն ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, եղանակները հովացել են, արդեն լավ է, որոշեցի տանից դուրս գալ, չմնալ տանը, գնում եմ շամպուն գնելու, ենթերից էլ երևի կգնամ Աշեմ խանութ, բայց ինչ-որ ձայներ եմ լսում հրապարակից, թե ֆուտբոլի հետ է կապված, թե ուղղակի միջոցառումներ են, չգիտեմ, երևի այդ կողմով կանցնեմ, եթե հետաքրքիր բան լինի կնայենք, խանութը կմնա, որովհետև օրվա վերջում եմ դուրս եկել ժամը 6-ն է, չնայած Աշեմը մինչև ժամ 8-ն է, Օղալիլում է գտնվում, իսկ այստեղ գալիս եմ Լոքսիտան շամպուն գնելու, այստեղ մինչև 7-ն է։ Ջան, գնում եմ դեպի երաժշտությունը, շամպուն գնեցի, եկա ակայդի կողքով էլ ացնում եմ 2 բան էլ այդտեղ գնեցի, հիմա առաջ գնամ, տեսնեմ ես ինչ երաժշտության ձայն է, կմնա վաղը, որ կգնամ, կամ 2 շաբթի վաղը գնալու եմ ունքերս հանելու Կիրակի, գնամ տեսնեմ ինչ են անում, երաժշտությունը անտարբեր չի թողնում, ահա թե ինչ է կատարվում հրապարակում, օպերայի հրապարակն է սա Ժորժ ջան, և բազմությունը հավաքվում է, հիմա ես էլ փորձեմ առաջ գնալ, տեսնեմ այս ինչ խումբ է, որ այսպես հավեսով մարդկանց սկսել է հավաքել, առաջ անցնելու ժամանակ տեսակետը գործիքները դրած էր, այլ սև դրանով երևում է, փակցրված էր թերթ, որտեղ որ գրված էր այս համերգի մասին և այսօրը և Լիլ քաղաքում տարբեր ժամերի համերգներ են տեղի ունեցել, իսկ ես տանը նստել էի ու տան գործերով էի զբաղված, ինչևէ, տեսեք ինչ հաճելի եղանակ է, ինչքան սիրուն է այս հատվածը օպերայի հրապարակն է, դե մարդկանց փորձում եմ չնկարել, այս գեղեցիկ պատմական շենքի ներքո էլ տեղի ունենում այս համերգը, իսկ այս բորսային շենքի վրայի քանդակները յուրօրինակ են, ամեն մեկը տարբեր նշանակություն ունի, իդեպ կան թե տղամարդիկ, թե կանայք, եթե ուշադրություն նայում եք, այդ նեղ պատմաների անկյունները, ինչքան սիրուն են, մեր խոսքով արտակարգ համերգ էր, լավ էր, հաճելի էր, չնայած մենակ էի, բայց էլի լավ վայրում էի, միակ համերգներից էր, որ մարդիկ պարում էին, ի զարմանս այստեղ շատ քչերն են պարում, բայց հիմա բոլորը պարում էին, իրենց հետ, նրանք էլ հավեսով վարում էին այս համերգը, ուշադրություն դարձրեք հլը երկիչին, աչթերին, պես ես հետ զարացի։ Արդեն տանն եմ Ժորժ ջան, մինչ գնումներս ցույց տալը ասեմ, որ շատ լավ համերգ էր, իրենք էլ լավ հավեսով մարդկանց տրամադրում էին, պարացնում էին, երգացնում էին, բայց դեմիս հետ կանգնած մի խումբ մարդիկ իրար համ ճանաչում էին, որտեղ բարևում էին կամ գնալիս տեսություն, համ էլ շատերը խմբին էին ճանաչում, ես չէի ճանաչում, այդ տղայի թևը, աջ թևը փաստորեն խնդիր ուներ, այս արմունկից այս կողմ բարակ էր, էլի սենց մի տեսակ էր դժվարությամբ էր շարժում, մի խոսքով տեղին համերգ էր, արժեր նայել, եկա հաց կերա, համեղ կերա, ֆիլտրը ջրի փոխեցի, այդ գրաֆինը լվացի, մաքրեցի, թավան լվացի, հենց նոր ձկները մաքրեցի, տեղավորեցի ու որոշեցի ձեզ հետ զրուցել, համ ցույց տամ ինչ եմ գնել, էլի մտա օկայդի ասեցի, չէ երեխեքի բաներ գնեցի, հարմար մայկաներ կային, որոշեցի, որ մի 2 հոգի էլ կան նրանցի առնեմ, ուրեմն այսպիսի սիրուն մայկաներ էին, տղա երեխեքի արդեն, այս տարբեր տարիքի եմ առել, 4 հատ մայկա առա, այս մեկերն էլ այս գույնն է, փոքրներն էլ այս գույնն են, կարևորը էկոյն էլ, ես նայում եմ այդ բնական լինելու, մի հատ էլ այսպես սիրուն մայկա աղջիկ երեխու համար, մնաց մի հատ գնամ
ուզում եմ եթե լավնեի, բայց տատանվեցի։ Վաղը եթե բաց լինի, կնայեմ կգնամ վաղներ մի հատ արդեն աղջկա համար ինչ-որ մի բան կա, ինչ կհանդիպի էլ իրա տարիքի, կգնեմ ու վերջ ժողովուրդ ջան, արդեն իմ ունեցած առաջվա առած, պահած կհանեմ, կտեսնեմ էլ ինչեր եմ առել, լիքը բաներ կա, որ արդեն տեղավորած է, տարբեր տեղեր կհանեմ արդեն դրանք կբերեմ մի տեղ ու տեսնեմ հələ շամպունը քանի գրամ էր ճիշտ ասած այնտեղ չնայեցի։ Հա 300 միլի է, շատ է փաստորեն։ Շամպուն եմ գրել օքսիտանիզլարի բնականա եւ ինչ մազերի համար իմը բարակ վնասված չոր այդպիսի էլի որ ինքը սնուցի ես իր այդ փոքր տեստերը օգտագործել էի վնասված եւ չոր մազերի համար օգտագործել էի գոհեի հիմա կար սրանից մեծը փաստորեն եթե սա 300-ն է 25 եվրո արժե ընդդեմ կար մեծը կար փոքրը ես գերադասեցի միջին ես չափը բայց միջինը փաստորեն տուփը փոքր է երևում բայց մեջը Բա այնքան անշոտ է գալիս մանր է գրած որ նույնիսկ չեմ էլ կարողանում կարդալ մենակ թե այդ լավ էր այստեղ գրված է լավ է վերջ տեսել ես փաստորեն ցնցող բան ասեմ ցենց բան չէի տեսել դե ես ասել եմ չէ որ այս փորձարկվող բաները այս վերջին ժամանակներում ոնց որ չտանել հազիվ ենք ուզում նու տվողը տալիս է բայց եթե համեմատում եմ 10 տարի առաջվա հետ ահագին իրենք ժլատացել են հիմա այս խանութում էլ արդեն այս փորձարկվող բաներն են իրենք անցկացնում ու ամեն հաճախորդին 3 հատից ավել չեն տալիս որը շատ վատ է լինում է 5 հատ են տալիս կարող է շատ տամեն մեկից մի հատ տա ինչ որ նյու բաներ ունեն էլի որ դու փորձես օրինակ ինձ շամպուն էին տվել ես փորձել եմ ու դուրս եկել է դրա համար գնացել եմ սա գնել եթե ես ասենք բան չգնեմ գնամ ուզեմ փաստորեն իրանք ինչ չեն տա այդ մոռացա հարցնեմ մեկ խոսքով փորձարկման համար շատ վատ է որ այդպես էր այնքան շատ մարդ է լինում միշտ այս խանութում նույնիսկ դրսից որ գալիս են ուրիշ երկրներից գալիս են այստեղ գնումներ անելու եթե դուք էլ եք գնումներ անում ծանոթ եք կարող եք ասել ես բազմից եմ ասել բանի Պրովանսի էլի այդ հարավի ծաղիկների խոտերի անմոռուկների անթառամների ես իմ ինչքան ծաղիկներ լավանդայի ինչքան բույսեր ծաղիկներ լավ կա այդպես բնական իրենք արտադրում են Բարի լույս սիրելի հետևորդներ, ոնց եք լավ եք, ես լավ եմ եկա, ունքերս հանեցի, հիմա շուկայի օր է լավ է, հարմար օր է կիրակի է, մտնեմ շուկա, տեսնեմ ինչ կա շուկայում, երևի կանաչի կարնեմ ու տեսնեմ, էլ ինչ կհանդիպի մի խոսքով, շտապել ու բան չունեմ, հարմար լինի, կնկարեմ, չէ, հանդիպենք տանը, այսօր ենքան շատ մարդ կար, ու այդքան էլ շատ բան չկար, կանաչի համար, մտա կանաչի չկար հազիվ ջոկել եմ երկու կապ ընդեղ մեկը համեմատաբար թանկ գնով վաճառում էր երկու կապ համեմ եմ վերցրել մի հատ բաղադանոց ինչ որ գնեցի տանը ցույց կտամ առանձնապես բան չեմ գնել շատ մարդ կար հեռախոս հանել նկարել հնարավոր չէր այսպես հիմա հանգիստ ոտքով տուն եմ գնում սրուցել օժորդի հետ ձայնային մեսաժներով գնամ տուն ահագին քայլեցի ահա այս մի երկու բան են գնաց թրջած կանաչիները այս 50 եմ տվել 50 սանտիմ 4 հատը սովորաբար 1 եվրով են առնում բայց ինքը 50 էր ասում էլի ոչինչ մի երկու լավ բաներ կա թրջած է հիմա արագ կլվանամ կմաքրեմ եւ այս սեստը աղացած այստեղ այդ կերասներ, որ ամբողջ շուկան լիքն է և ես վոլպաները գնացի ահա, այս էր իմ գնումը
Էլի մոտիվացիա, տապակենք բլինչիկները, մսով բլինչիկներ են և վայելենք, տեսեք ինչ ոսկեգույն են տապակվել, բնականաբար բանջարեղենի հետ ենք համտեսելու։ Տեսեք ինչ ընտիր փաստորեն գյուլաս եղավ, ես տարածաշրջանինն է, ես էլ երեկվա գնաց ծիրանները, կարծես հայկական սեղան լինի, չէ Ժողովուրդ ջան, ես էլ սուրճս։ Ողջույնները սիրելի հետևորդներ, տանից դուրս եմ գալիս, բայց հենց նոր Կարենն եկավ և ուզում եմ ցույց տալ, թե մեզ ինչ նվեր է ուղարկել իր արաբ ընկերը։ Պարզապես ուզում եմ ցրել այն թույր կարծիքը, որ իբր արաբները վատն են, շատերը գրում են վայ, Ֆրանսիայում ֆրանսիացի չի մնացել, բոլորը արաբ են եւ այլն, ասեմ, որ իրենք բնույթով նման են շատ հայերին եւ շատ ակտիվ ու շատ հավեսով բացառությամբ, որ նրանք չեն խմում եւ ավելի իրենց հավատքը պահպանում են, քան ինչ որ միտեղ քրիստոնյա հայերը։ Սա մի կողմ եւ հիմա ձեզ ցույց տամ, թե ինչ նվեր են մեզ ուղարկել ու հիշեցնեմ, որ ես ինքս էլ ունեմ արաբ ընկերուհի, որի հարսանիքին մասնակցել եմ, այստեղ եկածս երևի երկրորդ տարին էր, այսինքն տեսեք ինչ կապեր եմ ստեղծել անմիջապես։ Մի խոսքով ես գտնում եմ, որ շատ լավ մարդիկ են, պետք չէ միանշանակ մարդկանց պիտակավորել հենց միայն, որ նրանք արաբ են կամ հնդիկ են, ինչպես հիմա Հայաստանում շատերը քարկոծում են, որ վատն են հնդիկները, ինչու են եկել, այսպես, եթե նույն հոգեբանությամբ մտածենք, ուրեմն ինչու են հայերը ամբողջ աշխարհում այդքան շատ տարածվել ու ապրում, իրենք էլ այստեղի համար են, չէ, էլի ավելորդ այս երկրի իսկական քաղաքացիները չեն, բայց իրականում այդպես չէ, հավասար իրավունքներով, հավասար պարտականություններով բոլորը ապրում են այդ երկրներում, այնպես որ միայն ազգությամբ պիտակավորել մարդուն ես համամիտ չեմ, ամեն ազգի մեջ լավն էլ կա, վատն էլ կա, այսքան դե ես գործով դուրս եմ գալիս, եթե հարմար լինի միասին այդպես կգնանք, չնայած կարևոր գործով եմ գնում, երևի խանութներ այսօր չեմ մտնի, ամեն դեպքում, եթե չմտնեմ էլ ես մի օր թող բացառություն լինի, միգուցե ճանապարհին գալուց հարմար լինի մտնեմ, առայժմ այս պահին այսքանը։ Ահա, տեսեք իմ նվեր ստացած ընկույզները, դեից արդեն համտես եմ արել, հեշտ էլ ջարդվում էր, ջարդիչը։ Ընկույզով սուրճը ամենահամեղներից մեկն է, տեսեք ընկույզը արդեն կոտրել եմ և մնում է սուրճի հետ վայելել, մի փոքր մուգ է գույնը, յուղոտ է ավելի և համեղ է։ Ժորժան բաներ կա, որ ես նոր եմ բացահայտում մեր քաղաքում, հյուրերս, որ եկել են գնացել են մեղտ սրճանը, դե ցույց տվեցի տեսանյութը, եթե դեռ չեք նայել, կդնեմ կտեղադրեմ ավելի ճիշտ կնայեք, այնտեղ մենք օճառներ, կրեմներ տեսանք և բանից պարզվում է, որ նմանատիպ խանութ Զելենսկի կա նաև մեր քաղաքում, որը իմ ճանապարհի վրա է եղել, կողքով անցել եմ, երբեք չեմ կարդացել, հետաքրքիր բնավորություն ունեմ ու միշտ ասել եմ, ինչ անուշոտ է այստեղից գալիս, հետո հետաքրքրվեցի, իմացա, որ մեր քաղաքում էլ կա և արդեն բացահայտեցի հենց այս խանութը, հələ դուք էլ տեսեք, եթե չգիտեք, կարող եք օգտվել, մի քիչ դժվար հոտեր են, ամեն մարդ քին հարմար չի, ծանր է ինձ համար մի քիչ, բայց հələ օծանելիքներն էլ այդպես կզգամ ու եզրակացության կգանք միասին, բայց ամեն դեպքում կարող եք այցելել, այսօր երկուշաբթի է ու փակ է, երևի երկուշաբթին փակ օր է։ Զելենսկի և Ռոզան պարֆումերային խանութն է, տեսեք, փոքրիկ բուտիկ է, ասում եմ, դրսում դրված է եղել միշտ օճառը, օծանելիք, կրեմ, ինչ-որ օրը մի բան դրված է եղել, անցել եմ, նայել եմ, բայց երբեք չեմ կարդացել, տեսեք որտեղ է գտնվում, Զարայից դեպի Վիոլիլ գնացող ճանապարհին։ Եվ արդեն պատրաստում եմ ձվածեղ նոր թավայով, տնական յուղով, ձվածեղը լցրեցի և հենց այս պահին զանգեց ընկերուհիս Հոլանդիայից և արդյունքը մոռացա ձեզ ցույց տալ, բայց արտակարգ է ստացվել, գոհ եմ թավայից։ Էս էլ մոտիվացիա օրվա աղցան Ժորժ ջան, գազար, բազուկ, մի քիչ սխտոր, կորեական ձևով ձեթի մեջ եմ տապակի վրան լցրել, սխտորը մեջն եմ, ես անգամ է, որ եփվի, հում սխտորը մի քիչ վնաս է, լավ չի մարսվում,
Եվ խնձոր, քերած խնձոր յուրահատուկ համ է տալիս, մի փոքր խնձորի հետ բնականաբար դարչին աղացած, սև պղպեղ համեմունքներից, ընկույզ, մանր կտրատած եւ համ եմ միայն, կարող եք ավելացնել դուք ըստ ցանկության թթվասեր, ես չեմ ավելացնում այսպես որպես առողջարար, եւ համ տեսեք շատ ախորժելի է, ես քերել եմ այս քերիչով, կարող եք մանր քերիչով անել, ավելի հյութալիք ստացվի, չնայած շատ ջուր չի հավաքում, այսպես ինձ ավելի է ջուր գալիս, հատկապես խնձորը քերելուց հետո ջուր չի թողնում, ահա, պատրաստեք, առողջ եղեք, տեսնում եք ինչքան համեղ աղցաններ եմ պատրաստում, դե ընկույզն ունեմ, չէ, ընկույզով ամեն ինչ սրանից հետո, բարի լույս, սիրելիներս, լավ եք, ես էլ եմ լավ, արագ ձեզ հետ սուրճս խմում եմ, քանի աղմուկը չկա, արդեն եկել են շենքի հետ հատվածը, սկսել են մաքրման սկզբում աշխատանքին անում, չգիտեմ ջուր է, թե ինչ-որ բան է, նյութ է, կսում են պատուհաններին բանին, որից հետո արդեն դրդրացնելով, քերելով, տաշելով, իրենց գործն են անում, աղմուկը մի պահ դադարեց, սուրճիս էլ ժամն է, նախաճաշել վերջացրել եմ, իդեպ ասեմ, որ այս ընթացքում ես 1 կիլոգրամ 200 գրամ նիհարել եմ, ինձ ասեցին, որ նիհարել ես, զարմացա, որ չէ նույնն եմ, բայց երեք սենսորային այդ կշռքով կշռվել եմ, որտեղ որ միշտ կշռվում եմ, և տեսա, որ պակասել եմ, երբ իրենք եկան աշխատելու, լվացք ունեի դրսում փռած, մի քանի բաներ արագ ներս եմ բերել, հիմա սրանք կծալեմ, կտեղավորեմ, հետո երևի որոշ բաներ արդուկ կանեմ, ես հիմնական բաներ կա, որ արդուկ չեմ անում, արդեն երկար տարիներ է, հիմա որը որ կարևոր է անում եմ։ Այս ժամանակահատվածը աչքի էր ընկնում նաև աշխարհի ֆուտբոլի խաղերով, որի մեծ երկրպագուները մեր ընտանիքում երկուսն են, ես ինքս էլ եմ նայում, սիրում եմ ֆուտբոլ նայել, դե Կարենի չափ չէ, ինքը կլանված, ես կարող եմ գնամ գամ, բայց շատ խաղեր կան, որ ես նայում եմ, ու ցավն էլ նայ, որ ես անդադ խոսում եմ, դրա համար Կարեն ասում է, խանգարում ես, դու սար ես սենյակից, ուրեմն լավ չեղավ, որ Ֆրանսիան գոնե երրորդ տեղ չընկավ, չնայած հույս ունեին ֆրանսիացիները, որ էլի ինքը կլինի չեմպիոնատը, բայց դե չստացվեց, ամեն դեպքում զարմանալի էր նրա վերջին երկու խաղերը, թե ինչու չկարողացան խաղալ, հանելուկ մնաց էլի, հապես երրորդ տեղի հետ կապված խաղը, դա մի հետաքրքիր ու զարմանալի էր, բոլորը կարծում էին, որ Ֆրանսիան էր հաղթելու, բայց Անգլիան, որ այդքան թույլ կոմանդ էր, հաղթեց Ֆրանսիային, ինչևէ խաղեր են, պարտություններ, բայց տարօրինակ մրցաշրջան էր սա, որ խառնվեց Ամերիկայի նախագահը և Ամերիկայի թիմի մի անդամի անունը չեմ հիշում, որ կարմիր քարտ էին ցույց տվել, վերականգնեց այդ քարտը և արդեն վերջին օրը, երբ հանձնում էր գավաթը Ամերիկայի նախագահը, ծիծաղել էր նաև FIFA-ի ղեկավարի այդ սապնվելը, քծնվելը, դե նրան էր ասել, որ կարգավորի, մի խոսքով ինչ որ եղավ, շատ լավ ոգևորված եղավ և շատ հետաքրքիր արձագանքներ ունեցավ, նույնիսկ այն մարդկանց շրջանում, ովքեր ֆուտբոլից ընդհանրապես ոչինչ չէին հասկանում։ Մի խոսքով սիրելիներս, այս բուռն ու թեժ ժամանակահատվածն էլ վերջացավ, և ես հիշում եմ, երբ 1998 թվականին նայում էի, ես ունեի իմ սիրած ֆուտբոլիստների ժամանակ Իտալիային էի հատուկ երկրպագում, հատկապես Ռոբերտո Բաջոյին, ինձ թվում էր, որ նա պիտի հաղթի ու տենց միշտ նայում էի, դե բնականաբար ժամերը Հայաստանում գիշերներն են, այստեղ գոնե մենք 2 ժամ հետ ենք, մի քիչ երեկոյից սկսած ենք նայում, ու երբ Գարադոկում էինք ապրում, այդ Գարադոկում բոլորը քնած էին, լույսերը դանջատված էր ու մեր բացի մեր լույսից ու մեր այդ դիմացի շարքի մի ընտանիքից այդտեղ էին նայում ֆուտբոլը ու ես, մենակ ես էի միշտ սիրել եմ աշխարհի խաղերը նայել, դե այս անգամ չէի գրել, բայց սովորություն ունեմ, գրում եմ հավանականությունը ըստ ինձ մեկնաբանում, բայց այս անգամ խառն էի շատ ու այդ ցուցակը չգրեցի, բանավոր էինք անում,
Մի խոսքով սիրելի հետևորդներ, էսել այս շրջանը ավարտվեց, հետաքրքիր էր, ամառը թեժ էր։ Եվ երեկ չկարողացա խանութ չմտնել, ճանապարհիս կար, դե ասեցի գործով եմ դուրս եկել եւ ինչ գնում որ ուզում էի արեցի։ Սուրճս մեր հայկականն է, ընկույզով եմ իբր այսպես մեկ-մեկ ուտում, առանց որևէ բանի։ Տեսեք ինչ եմ գնել, ջինսի շատ սիրուն է, չգիտեմ երևում է գրպանները, որակը թեթև եւ աղջիկ երեխու շատ հարմար բան է, նայեք, այս էլ է Ժորժ ջան, մի բան էլ էի գնել, հենց երեկ չառաջորն էի գնել, էլի այդ տղամարդու պոլոմայկաներից արդեն խցկել եմ, բայց խոստացել եմ, որ անպայման բոլոր նվերները, դե չեմ ասի որ ում համար է, բայց ինչ որ ունեմ գնաց, նախորոք գնաց հիմիկվանով խոչի, ես ինչ էր որ դրանք ցույց կտամ, ճամպրուկս դասավորելուց առաջ ցույց կտամ, բոլոր նվերները կարծում եմ շատերին հետաքրքիր է, ինձ առաջարկում են, ասում են փող ինչու չես տալի, ոչ, այստեղ բաներ կա, որ փողը 10 պետք է ծախսեն գնա, բայց բան կա, որ կոնկրետ ինձանից շատերը ուզում են, որ այստեղինը լինի, հատկապես այստեղի կոսմետիկան, այստեղի օծանելիքները, դրանք ավելի ասում են որակյալ է եւ թեկուզ նույն հագուստները։ Համենայն դեպս մեզ այդպես է ձեռնտու, ինձ դուր է գալիս նվերը։ Ու ճիշտ նվերը։ Ես չեմ սիրում, որ մարդիկ լոգ նվեր են տալիս, ու այդ նվերները երբես չեմ իմանում ինչ անեմ, այնպես նվեր չի, որ 10 ուրիշին գոնե, որովհետև անիմաստ նվերներ շատ կա, այ դա է վատը։ Իսկ ես ինչու եմ այսքան երկար փնտրում, որ ճիշտ նվեր տաս, այդ մարդը օգտագործի, ինքն էլ մի պատի անկյուն չգցի, կամ էլ փորձի ինչ-որ մեկին հարմար գտնի, որ նրան նվեր տա, սա է խնդիրը էլի, իմ բնավորության, որ ճիշտ նվեր, ճիշտ մարդու, հարմար լինի այդ նվերը, որ օգտագործել, դե համարների բանի գույներն էլ արդեն իրանց խնդիրն է, բնականաբար ես գնում եմ իմ ճաշակով, իմ ճաշակն էլ կարծում եմ այդքան էլ վատը չէ, բա հաջորդ տեսանյութում, ուզում եմ գաթաները թխել վերջացնել, ձուկ եմ հանել սարցախցիկից օրվա ուտեստը պատրաստեմ ու եթե ժամանակս կների, ուզում եմ մի հատ գնալ ուրիշ թաղամաս, ինքս մենակ մետրոյով, բեսոն այդ կոշիկի տեղը, քանի որ երեք Կարենը մտել էր, իր համար էլի այդ շորի կոշիկներն են մոդա, մեկը գնել էր, երկրորդը գնեց, թեթև է, շատ հարմար է, և բարակ այդպես շորից է, ոտերը հով է պահում ու նաև շատ հարմար է, մի խոսքով ասեց, որ շատ զղջեր կային արված, լիքը բաներ կային, գնամ տեսնեմ, միգուցե այնպիսի մի բան կա, որ մտքովս չի անցնում, բայց պետք է, դա է ուզում ասեի, հետո այդ Վիլնով դասկի Օշանի մեջ խանութներ կան, մի հատ այդպես պտտվեմ, նայեմ, տեսնեմ ինչեր կան, նայեմ հենց ինձ համար, վերջ, նվերները կարծես թե ավարտվել է, մնացել է մի հատ կրեմ առնեմ դեղատնիր, մարմնի ձեռքերի է մեծ տուփով վազելինա կրեմ կա, նվեր էի տվել ընկերուս շատ էր հավան է, հիմա կգնեմ իրեն էլ անակնկալ կանեմ, այսքան բան, կհանդիպենք։